Երկու համակարգիչ ու փաստաթղթեր ձեռքներին քննիչները դուրս են գալիս Տաշիր գրուպի գլխավոր գրասենյակից։ Հայ առաքելական եկեղեցուն իր աջակցությունը հայտնած, ապա 2 ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության գրասենյակի դռներն այսօր ավելի քան 5.5 ժամ փակ էին։ Ավարտել եք գործողությունները։ Խուզարկություն էին անում իրավապահները։ Քննչական կոմիտեից հայլուրին հայտնեցին, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ հարկերը турքերը չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով են քննիչները Տաշիր գրուպի գլխամասում անհետաձգելի քննչական գործողություններ սկսել։ Ըստ Տաշիր գրուպի պաշտպանական խմբի մի քանի քրեական վարույթներով են իրավապահները խուզարկություն արել, որոնք հարուցվել են 2023-2024 թվականներին, նաեւ այս տարի։ Մինչև այս հայտնի դեպքերը հարուցված վարույթներ են։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը հերքում է խոշոր չափերով փողերի լվացման եւ հարկեր турքեր չվճարելու մասին լուրերը։ Կարծում է սա Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործերի շարունակությունն է։ Նման բան գոյություն չունի, մենք գտնում ենք սա ինչ-որ ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր եւ կարծում եմ դեռ շարունակվի։ Տարբեր սենյակներից իրականացվել են համակարգիչների եւ փաստաթղթերի առգրավում։ Բողոքարկելու են փաստաբանները դատարանի որոշումը, ըստ որի քննիչները խուզարկել են Տաշիր գրուպի գրասենյակը։ Խուզարկությունը Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործերի շղթայի շարունակությունն է, վստահ են Հայաստան խմբակցության падգամավորները։ Նրանք Տերյան 69-ին էին եկել հասկանալու, թե ինչ է կատարվում։ Հայաստանում քրեա իրավական, արտաքին քաղաքական, կրոնական բոլոր հարցերի համար խորհուրդ կտամ մեկ աղբյուրից օգտվել։ Նիկոլ Փաշինյանի Facebook-ի էջից։ Գլխին ինչ գիրքը ինչ է իրեն։ Դե հա, գլխին ինչ փչում է, առավոտը գրում է, այս հլունազանդ իրավապահներն է խելոք կատարել։ Գառնիկ Դանիելյանը վստահ է, ցանկացած մարդ, եթե հրապարակային իր աջակցությունը հայտնի եկեղեցուն, նույն բախտին է արժանանալու։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում էր, որ բոլորին կտանեմ ԱԱԾ պատվալները կլցնեմ, հիմա էլ արդեն անցել է բուն իր գործի շարունակությանը եւ սա դրա, ելի եմ ասում, տրամաբանական շարունակությունն է, հստակ ուղղորդված ցուցումներով։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։